Ընթրիքի ժամանակ արդեն հացամթերքը քչացնում ենք, բալիկը քննելուց գոնե 3 ժամ, 2 ժամ առաջ պետք է ընթրիք։ Եթե մեծերը 4 ժամ առաջ, բալիկները գոնե 2 ժամ առաջ։ Ավելի փոքր տարիքում 1 ժամ առաջ, այսինքն մինչև 3 տարեկան։ 3-ից մինչև 13 տարեկան ցանկալի է 2-2.5 ժամ առաջ արդեն բալիկը ընթրիք արած լինի։ Ցանկալի է, որ ածխաջրեր չլինեն, հատկապես հացամթերքի տեսքով, եթե լինում է մեկ փոքր կտոր։ Եվ օրինակ ձուկ կարա ուտի, եթե սիրում է բալիկը, ձուկը որևէ բանջարեղենով։ Տեսեք, հիմնականում 3 տարեկանից սկսած պետք է համապատասխանեցվի, հարմարեցվի մեծահասակների ուտեստներին։ Այսինքն, այն ինչ մեծահասակներն են ուտում եւ ինքը տեսնում է, պետք է նաեւ ուտի բալիկը։ Դրա համար ամենակարևոր եւ ճիշտ կետը նա է, թե մենք ինչ ենք ուտում, դրանից նաև սովորում են մեր բալիկները, թե իրենք ինչ պետք է ուտեն։ Եթե սեղանին դրված է իհարկե բուրգերներ, տարբեր տեսակի երշիկներով պատրաստված պիցցաներ, բալիկը դա էլ ուտելու է, այլ անտրանք չկա, որ այն առաջարկենք։ Եթե դրված է լինելու համեղագույն, չգիտեմ, ձուկ պատրաստած, կողքը ծնեբեկ, բրոկոլի, ինքը տեսնելու, որ մենք ուտում ենք մեր համար համեղ է, ինքն էլ է փորձելու։ Ընտրելու է, ընտրության հնարավորություն է ունենալու։